Բարև ձեզ Սիմոնյան Post YouTube-յան ալիքի հարգելի հետևորդներ, ես զրուցելու եմ Դեմոկրատական այլընտրանք կուսակցության առաջնորդ Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակով պատգամավորի տեխնացու Սուրեն Սուրենյանցի հետ։ Բարև ձեզ, պարոն Սուրենյանց։ Բարև ձեզ։ Պարոն Սուրենյանց, իշխանությունները կարծես թե անցել են կոշտ ռեպրեսիվ մեթոդների, Նայիրի Հոխիկյանի տան վրա հարձակում եղավ, հետո փաստաբաններն էին այսպես ասում, որ իրենց տուն մարդ է ուղարկվել, բլոգերի մեքենա են այրել, հիմա էլ Նայիրի Հովտյանի տանը խուզարկություններ են, սա ինչ որ պատահականություններ են, թե իշխանությունները հստակ ինչ որ բան են նախաձեռնել։ Վերջին 1 տարվա իշխանության ձեռագիրն է, ուղղակի հիմա ամեն ինչ ավելի տեսանելի է, կոնցենտրացված է եւ սաստիկ է։ Բայց վերջին մի տարում իշխանությունը հենց դրանով էլ զբաղված էր, ռեպրեսիաներ, Իշան Գեգերեցու դեմ կամպանիան, հետո Սամվել Կարապետյանի դեմ կամպանիան, լրագրողների դեմ կամպանիան, այս քարոզարշավի հենց մեկնարկից ուղիղ թիրախավորման տակ են հատկապես մեր քաղաքական ուժը եւ Սամվել Կարապետյանի քաղաքական ուժը, այսօր խուզարկություններ եղան նաեւ Հայաստան դաշինքի գրասենյակներում, էլ չասեմ, հա, որ օրինակ պարոն Ծառուկյանի ունեցվածքը տները ընտանիքի անդամներին թիրախավորելը եւ այլն։ Հիմա այս բոլոր դրվագները, եթե ամփոփում ենք եւ մեկ զամբյուղի մեջ ենք դնում, տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը ռեպրեսիվ եղանակից բացի այլ տարբերակ չունի իշխանությունը պահպանելու, այսինքն հիբրիդային ավտորիտարիզմից աստիճանաբար անցում ենք կատարում դեպի կայուն ավտորիտարիզմ, որտեղ թիրախավորվելու են ոչ միայն ընդդիմադիր ֆորմալ առումով քաղաքական սուբյեկտները, ասենք դա կուսակցություններ, դաշինքներ եւ այլն, այլ նաեւ բոլոր այն քաղաքացիները, որոնք տարակարծիք են Նիկոլ Փաշինյանի հետ։ Օրինակ այդ փողոցներում դուք տեսնում եք, չէ՞, գինեկոլոգ բժշկուհին են կինը, որ թիրախավորվեց, արցախցի կինը երեխայի հետ, հիմա ասում եք Նայիրի Հոխիկյան եւ այլն։ Այդ մարդիկ ֆորմալ առումով որևէ ընդդիմադիր այս երյակի ընդդիմադիր առաջատար երյակի կուսակցությունից որևէ մեկի հետ չեն նույնանում։ Ուղղակի մոտենում են Փաշինյանին, ասենք քաղաքացիները իրենց անհամաձայնությունն են հայտնում, Փաշինյանը որոշել է բոլորին լրացնել, այսինքն սա այն է, ինչ որ մեզ սպասում է հունիսի 7-ից հետո, եթե քաղաքացիները մենք բոլորս թույլ տանք այս իշխանության վերարտադրությունը, այսինքն տոտալ տերորի քաղաքականություն է իրականացվելու անհամաձայնության ցանկացած դրսևորման եւ դրա սուբյեկտի դեմ։ Պարոն Սուրենյանց, իշխանականների կողմից հատկապես շատ է թիրախավորվում Գագիկ Ծառուկյանը, այդ հայտնի բանավեճին, որին դուք եք մասնակցում, Վահագն Ալեքսանյանը նույնիսկ ինչ որ գռեհիկ արտահայտություններ էր թույլ տալիս, սա քաղաքական պայքարի տրամաբանության մեջ է, թե ինչ որ հատուկ սևեռվածություն կա։ Հատուկ սևեռվածություն կա, որովհետեւ մեր հաջող քարոզարշավը իրանց մի շարք պլաններ խախտեց, եւ իրենք տեսան, որ կոնսոլիդացված ընդդիմությունը իրենց հաղթում է։ Ամենայն դեպս բոլոր արժանահավատ սոցիոլոգիական հարցումներով այդ պատկերն է։ Եթե չհաշվենք այն սոցիոլոգիական հարցումները, որոնք ըստ երևույթին ԿՊ-ում են անցկացվել, մնացած բոլոր արժանահավատ սոցհարցումներով հավաքական ընդդիմությունը հաղթում է ԿՊ-ին եւ բնականաբար այդ պիտակավորումները քաղաքականության հետ աղերս չունեն։ Մենք ինչ քաղաքական, ճիշտ է, ես այդ նույն եթերում շատ համարժեք պատասխան եմ տվել Վահագն Ալեքսանյանին, ավելի քան համարժեք։ Նաեւ ընդդիմադիր մյուս գործընկերներս, որ մասնակցում էին, բայց հասկանում եք, մի հատ 8 տարվա իշխանություն, որը հասարակությանը հայոյանքից, պիտակավորումներից եւ նմանատիպ բաներից բացի այլ բանով ներկայանալու չունի, ոչ կատարվածի վերաբերյալ կարող է ինչ-որ ռացիոնալ հաշվետվություն տալ, ոչ էլ ինչ-որ բանի այլևս հավատում են։ Այս համատեքստում շատ բնական է իրանց այս հիստերիկ ոճը, բնական է ոչ թե քաղաքականության տեսակետից, այլ իրենց վարքագծի։ Նույնիսկ ծիծաղելի վիճակում են իրենք հայտնվում, որտեղ դուք տեսնում եք, չէ՞, բանավեճերում հատկապես ինչպես են քաղաքական առումով իրանք մերկացվում։
Պարոն Սուրենյանց, Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ այն բիբարը, որը չի արտահանվել Ռուսաստան, ու բիբարը այստեղ խորհրդանշական, հա, այդ բիբարի մեջ մտնում են թե ծաղիկը, թե ելակը, թե լոլիկը եւ այլն, թե կոնյակը, ինքը դրա փողը կտա։ Սա ինչ եք կարծում, արդյոք ընտրակաշառք չէ, որտեվ նախ այդ փողը իր գրպանից չի տալիս պետական բյուջեից պետք է տա, եւ երկրորդն էլ նախընտրական քարոզչության շրջանակներում սա արդյոք կոնկրետ ընտրակաշառք չեք դիտարկում։ Նախ սկսենք նրանից, որ Նիկոլ Փաշինյանը ստում է, որովհետև Ռուսաստանի հետ հարաբերություններում եթե ճգնաժամը չվերանա, դա երկրի վրա նստելու է մոտավորապես 5 միլիարդ դոլար։ Իսկ 5 միլիարդ դոլար ինքը հաստատ չի կարող կոմպենսացնել կառավարությունը, իշխանությունը։ Այդ դեպքում պետությունը հայտնվելու է կոլապսի առաջ, հետևաբար ավելորդ է խոսել, որ դա պոպուլիստական իրական հենք չունեցող արտահայտություն է, այս ծաղկի բիզնեսով զբաղվող բազմաթիվ տնտեսվարողների գիտեմ, որ ջերմոցներով ծաղիկներ են աճեցնում, մի քանիսի հետ էլ երեք շփվել եւ հանդիպել եմ, այդ մարդը թիկ անուսությունից վարկերի տակ այդ ճզմված վիճակից չգիտեն ինչ անեն, չգիտեմ որտեղ փրկություն կամ հույս որոնեն, հիմա թող գնա այդ մարդկանց տիրություն անեն։ Այսինքն այդ մարդկանց տիրություն չպետք է անեն, նա մարդկանց վնասները պետք է փոխհատուցեն, բայց այդ ահռելի թվերի մասին է, այսինքն Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ տնտեսություն կարող է չլինել, կառավարությունը ամեն ինչ փոխհատուցի։ Մեր տնտեսության մեծ մասը Ռուսաստանի հետ է կախված, այսինքն դուք երկիր գիտեք, որ այդ ճանապարհով է որոշում իր երկրի քաղաքացիների բարեկեցությունը հոգալ։ Այսինքն բոլոր դաշնակիցների հետ հարաբերությունները փչացնում է, հետո ասում է ես կկոմպենսացնեմ։ Այդ բան նույնիսկ ֆանտաստիկայի ժանրից չի, լկտի սուտ է մեկ։ Երկրորդը այո, այս ընտրարշավում մենք տեսել ենք օրինախախտ վարորդների այդ համաներումը, այդ 4-5 հազար վարորդի մասին է խոսքը, իրանցից մեծ մասը մեկ տարով զրկվել է վարորդական իրավունքից շատ լուրջ պատճառով, այսինքն ճանապարհային անվտանգության կանոնը խախտվել, ավելի պարզ ասենք, հա, սթափ ղեկին չեն եղել։ Այսինքն կարող էր արժանալ մարդկային կյանքեր եւ այլն։ Բամյատ 5000 ձայնի համար պատկերացնում եք Նիկոլ Փաշինյանը ինչ պոպուլիզմի է գնում։ Ես չեմ ասում այդ մարդիկ այլևս վարորդական իրավունք չպետք է ունենան, բայց պետք է ունենան պատշաճ լեգալ ընթացակարգերը անցնելով։ Անսխալական մարդ չկա, մարդուն պետք է հնարավորություն ամեն դեպքում ընձեռվի, բայց ոչ շրջանցելով գոյություն ունեցող կարգերը կամ թոշակների 10,000-ը։ Մեր թոշակառուները անշուշտ շատ ավելի բարեկեցիկ կյանքի են արժանի, բայց այդ 10,000-ը շատ սիմվոլիկ գումար է ու հիշեցնում է նախկին համակարգի օրոք տարածված 10,000-ի կաշառքները, ընտրակաշառքները, չէ՞։ Կամ առողջապահության համակարգի ներդրումը առանց բյուջեում դրա մասին հիշատակման։ Այս բոլորը սոցիալական ծառայությունների միջոցով ընտրակաշառքներ են, ել չասեմ Թալյանի քաղաքապետի արած լկտիությունը, որը համանքային բյուջեի հաշվին 11 միլիոն դրամի ընտրակաշառք է ըստ էության բաժանել իր համաքաղաքացիներին։ Եթե մենք ապրեինք օրինական երկրում, այս բոլոր դեպքերի առթիվ կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավապահ մարմինները համապատասխան գնահատական եւ իրավական ընթացակարգերով քննություն կանեին, բայց քանի որ ամբողջ պետական համակարգը դարձրել է Նիկոլ Փաշինյանը քաղաքական հաշվեհարդարի եւ իր վերարտադրության ապահովման գործիքի, բնականաբար այս բաները անտեսվում են։ Այս հակառուսական ընթացքը եւ Ռուսաստանի արձագանքները դրան, հա, այս մեր գյուղմթերքի արգելքը եւ այլն, քվականները եւ իրենց աջակցող մարդիկ կարծես ներկայացնում են որպես ինչ որ ազգային ազատագրական պայքար, ասում են ոչինչ որ մեր գյուղմթերքը չեն արտահանում, մենք այստեղ հայրենասիրաբար դա կսպառենք, Ռուսաստանից անկախություն ձեռք կբերենք եւ այլն։ Այս գաղափարին ինչպես եք վերաբերվում իրենց։ Այսինքն գիտեք, եթե իրենք նույն սկզբունքային կեցվածք ընդունեին Ադրբեջանի նկատմամբ, գուցե իրենց փաստարկ ինչ որ հասկանալի լիներ, բայց երբ որ Ալիևի կոշիկ լիզողները
ավելի հզոր երկրի հետ հարաբերություններում ինքնիշխանության մասին են խոսում, առնվազն ծիծաղելի է։ Ես հիմա երկու փաստ կնշեմ, եկեք հասկանանք ինչքանով է այս իշխանությունը իշխանության քաղաքականության հետևանքով մեր երկիրը ինքնիշխան։ Ուրեմն ով Հայաստանի հետ խնդիրը անենում, եթե նկատել եք վերջի շրջանում, հարակվե է պահանջում։ Արևը խնդիր ունի սահմանադրության հետ, հարակվե է պահանջում, ԵԱՏՄ առաջնորդները հարակվե են պահանջում, այսինքն ամեն մեկը փորձում է իր փայը ստանալ հարակվեի միջոցով այդ առնվազն քո ինքնիշխանության ցածր մակարդակի մասին է խոսում, որ այնքան անվստահելի է իշխանության խոսքը արտաքին գործընկերների մոտ, որ բոլորը քեզանից ինչ-որ բան են պահանջում, ընդ որում հարակվեի միջոցով։ Սա մեկ։ Երկրորդը, դուք սենց գրեիք միջամտություն Հայաստանի ընտրական գործընթացին մեկ էլ երբ եք հիշում։ Մակրոն, Թրամփ, Վենս, Ֆիդան ուղղակի միջամտություն են արել Հայաստանի ներքին գործերին կոնկրետ թեկնածուի քարոզարշավի մասնակցելով։ Նիկոլ Փաշինյանի բնականաբար։ Շատ լավ, պարոն Սուրենյանց, հետևենք քարոզարշավի ընթացքին, քիչ օրեր են մնացել, երևի նաև մյուս անգամ արդեն ընտրություններից հետո առիթ կլինի խոսելու, Մեծ սիրով, միշտ պատրաստ եմ։ Շնորհակալություն։